Հայաստանի մարգարաբնակավայրի հետ սահմանին գտնվող Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքներն արագացել են, ինչը կդառնա Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորագույն կամուրջներից մեկը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Իգդիրի նահանգապետ Ֆիրատ Թաշոլարը ստուգել է անցակետի վերակառուցման եւ արդիականացման աշխատանքների ընթացքը։ Նա հայտարարել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90%-ն արդեն իրականացվել է։ Նշվել է, որ անցակետի բացման նախապատրաստումը շարունակվում է առանց ընդհատումների։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունը փորձում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը եւ այդ նպատակով զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքը։ Նրա խոսքով Վրաստանով տարանցումը յուրահատուկ դեր է կատարում երկրի տնտեսության զարգացման գործում, հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի եւ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրերը։ Ներկայում իրականացվում է լայնածավալ նախագիծ կառուցելու արևելք-արևմուտք մայրուղու մի մասը, որը Վրաստանի միջոցով կապում է Ասիան եւ Եվրոպան, ինչպես նաեւ դեպի Ռուսաստան տանող հյուսիս-հարավ մայրուղին։ Կոբախիձեն նաև հայտնել է, որ մինչև 2030 թվականի վերջ նախատեսվում է ավարտել Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններ տանող ճանապարհների գրեթե բոլոր հիմնական հատվածները։ 2026 թվականի բյուջեում նշված կառավարության ծրագրի համաձայն նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Ռուսթավի Կարմիր կամուրջ եւ Ալգետի Սադախլո հատվածների շինարարությունը, որոնք տանում են դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններ, ինչպես նաեւ կառուցել Թուրքիայի սահման տանող Բաթումի Սարպի ճանապարհը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ արդար, հավասար եւ փոխադարձ ընդունելի լուծում գտնելու լավ հնարավորություն է։ Նրա խոսքով Իրանը ձգտում է պահպանել իր իրավունքները միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին համապատասխան, որը կներառի ուրանի հարստացումը եւ ամերիկյան պատժամիջոցների վերացումը։ Փեզեշքյանը նաեւ Վաշինգտոնին կոչ է արել խուսափել չափից շատ պահանջներ ներկայացնելուց։ Իրանի փոխնախագահն իր հերթին հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկման դիմաց Թեհրանը հնարավոր է համարում ուրանի հարստացման մակարդակի նվազեցումը։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել էր, Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունները կշարունակվեն, եթե Թեհրանը գա եզրահանգման, որ Վաշինգտոնը լրջությամբ է մոտենում Իրանի միջուկային խնդրի բանակցային լուծմանը։ Մասկատում Օմանի միջնորդությամբ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 6-ին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։ Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի որևէ վերջնաժամկետ չի նշել։ Հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Վիթաքերը, անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը ցանկանում է հակամարտության ավարտի հասնել մինչև հունիս։ Միևնույն ժամանակ Վիթաքերը շեշտել է, ԱՄՆ-ն ցանկանում է, որ ռազմական գործողություններն ավարտվեն հնարավորինս շուտ։ Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ընդունել է Ուկրաինայի հարցով Անկորիջում բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկը, սակայն այժմ ԱՄՆ-ն ինքը պատրաստ չէ այդ առաջարկին։ Կրեմլի խոսնակն իր հերթին նշել է, որ Անկորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան հասնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։ Դմիտրի Պեսկովը չի մանրամասնել, թե ռուսական կողմն ինչ նկատի ունի Անկորիջի պայմանավորվածություններ ասելով։ Զուգահեռ շարունակվում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները։ Ռուսաստանը գիշերը 11 Իսկանդեր հրթիռ եւ գրեթե 150 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Հարվածների են ենթարկվել Օդեսայի, Չերնիգովի, Խարկովի մարզերը, կա 3 զոհ, շուրջ 30 վիրավոր։ Պոլտավայի եւ Սումիի մարզերում թիրախավորվել են նավթագազային ընկերության օբյեկտները, կան ավերածություններ։ Կիևում էլեկտրամատակարարման եւ ջեռուցման հետ կապված բարդ իրավիճակը պահպանվում է։ Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին, հատկապես տուժել է Բելգորոդի մարզը։ Ավստրալիայում հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցի դեմ։ Նա ժամանել է Ավստրալիա հրեական համայնքին համերաշխություն հայտնելու դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 15 մարդ։ Սիդնեյում ցուցարարների եւ ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ, մի քանի ցուցարար ձերբակալվել է։ Հերցոգն Ավստրալիայի ժամանել վարչապետ Էնթոնի Ալբանիզի հրավերով։ Այցը զայրույթ է առաջացրել Ավստրալիայի որոշ բնակիչների շրջանում, որոնք հերցոգին մեղադրում են Գազայում քաղաքացիական բնակչության սպանություններին մեղսակից լինելու համար։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։